3 տեսակի խախտում ենք արձանագրել, որից մեկը 20, մեկը 46, մեկը 19։ Ես չեմ կարող հիմա ասել, որ մեկն էր համատեղ, որովհետև բնականաբար այդ տես չէ, որ 20 տեղ էսեր, կարող է միտեղ եւ ապօրինի բժշկություններ, եւ լիցենզիոն պահանջի խախտումներ, եւ գովազդեր։ Կարող է չի, վստահ եմ տենց եղել է։ Բայց որտեղ քանի խախտում եղել չէ, բայց դուրս է գալի մինիմում 46 տնտեսավարող խախտել են։ Հիմա մարդը կարող է գովազդը չէր խախտել, լիցենզիա, բայց չի կարող մարդ լիցենզիա չունենա գովազդի թույլտվություն ստանա։ Այսինքն չլիցենզավորվածը համարեք ուղեկցված գովազդի խախտման հետ, գովազդի պահանջ պայմանների։ Ընդհանուր 46 գովազդ, 20 ապօրինի բժշկություն, 19 չլիցենզավորված։ Որոշները ընթացքի մեջ են եղել, իհարկե համապատասխան ընթացքը կտրվի, հետո էլ հետևողական կլինի կարգադրագրի պահանջի կատարման։ Դուգանքների մեծ մասը դատանում են, ես չգիտեմ, եթե դրանք դատանում չլինեին կամ դատանում ենք հաղթենք ապագայում ինչ հետևանք դա կունենա եւ իրավախախտողը կշարունակի խախտել թե ոչ, բայց այս փուլում հիմնական մասը մեծ մասը այն մեծ իրավախախտողները դատանում են։ Մենք բայց շարունակում ենք այս բային այդ կարող եմ ասել, շարունակում ենք վերահսկողությունը ու մի բան կարող եմ նաեւ նշել, եթե հիշեք դեղերի մասով երբ ասուլիս ունեի, դուք իրականացրել եք միջոցառում եւ բերել եք տեղեր ներկայացրել, որ ասացի մենք պիտի արձանագրենք, եթե այդ այսու կլինեն դիմում բողոքներ կոնկրետ տեղատներում կոնկրետ դեղ գնելու հետ կապված, որ եղել են նաեւ արձանագրման խնդիրներ մեր կողմից, մենք նույնպես կանենք հսկիչ գնում այդ դեղերի մասով։ Սա գիտություն ձեզ եւ բոլորին, որ մենք նույնպես այն դեղերը, որը դուք կիմանաք, որ կա կամ դուք գնել եք, մենք ձեր գնացը չենք կարող հիմք ընդունել մեր վերահսկողության շրջանակում, բայց ձեր դիմումը գրավոր համապատասխան օրենքին հիմք կլինի մենք որպեսի ստուգում անենք եւ հսկիչ գնում անենք այն դեղերը, որոնք դուք գնել եք։ Եթե դա վերջինը չեք գնել եւ նույնից արկա է, դրա համապատասխան ընթացքը կտրվի օրենքի սահմանված կարգով։ Մենք միշտ հետևություններ ենք անում, միշտ առաջարկություններ ենք դրա հիմքում դրա հիման վրա անում եւ դատական պրակտիկան էլ նույնպես օգնում է, որ մենք նաեւ բացերի մասով առաջարկներ ներկայացնենք լիազոր մարմիններ կամ տվյալ ոլորտի լիազոր մարմին կամ մեր մասով վեհաշական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ։